Ողջույն բոլորին, QSR մեդիայի եթերում Արմքաստն է, ֆանտաստիկ հյուր կա այսօր մեր տաղավարում, լեգենդար 14 համարը Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների երկրորդ լավագույն ռմբարկուն, որից երբևէ չի նեղվում, որովհետև առաջին լավագույն ռմբարկուն իր ամենամտերիմ ընկերն է։ Յուրամ Մովսիսյան, ողջույն, եղբայր, շնորհակալ եմ, որ եկար։ Ես էլ եմ շնորհակալ։ Լավ եք։ Լավ, հոյակապ դուք ոնց եք։ Ընտիր։ Գիրք ես հրատարակել, կարծես թե ինքնակենսագրական Dust and Dreams։ Չի ասի ինքնակենսագրական է, բայց ավելի շատ այն պատմություններն են, որոնց մեջով որ ես անցել եմ։ Ինքը ավելի այս նախ առաջի գիրքն է, դեռ ունենալու ենք 4 սերիա։ Այո։ Այս գիրքը Այսինքն 5 շարքից է բաղկացած լինելու։ Ընտիր։ Վերնագիրը ինքը մի փոքր sense փոփոխական կարելի է հասկանալ, հարաբերական իմաստ ունի։ Վերցնենք, չգիտեմ, չկայացած ինչ-որ մի բանից կամ փոշիների մեջից դեպի երազանք, չեմ շատ տարբեր կարելի է թարգմանել։ Դու ինչ ես դրել այս վերնագիրը ընտրելով։ Այս վերնագիրը ընտրվել է զուտ նրա համար, որ փոքր տարիքում ոչ մենք մենակ կարող ենք երազենք, կապ չունի, ֆուտբոլիստ ես ուզում դառնաս, ինչ երազներ ունես, բայց իրականում այն հավատքը չկա, որ չգիտես, լինելու է դե չէ։ Դրա համար այս գիրքը զուտ նրա համար է, որ բոլոր երեխեքը չդադարեն երազել, չդադարեն, որովհետև եթե երազում ես, եթե աշխատում ես, եթե ցանկանում ես, կհասնես, անհնարին է չհասնես, եթե դու ամեն ինչ, ես միշտ ասում եմ, եթե դու ամեն ինչ տաս այդ տվյալ սպորտին կամ մասնագիտությանը, դու կհասնես քո նպատակին։ Ու զուտ այս գիրքը մի փոքր իմ պատմություններից է, թե ինչ դժվարություններ, եղբորս հետ, ընտանիքիս հետ, ինչ հետաքրքիր պատմություններ են եղել, որ տվել ենք գրքին ու իմ կարծիքով շատ հետաքրքիր։ Ոնց եք բաժանել 5 մասի, այսինքն առաջի հատվածում ավելի շատ ինչպես հասկացա, ավելի Հայաստան մանուկ տարիների կյանքն է։ Առաջի գիրքը գտնվում է Հայաստանում։ Դրանից հետո գալիս է Եվրոպա, արդեն արտերկրում երրորդը կլինի Ամերիկայում արդեն։ Արմանը, հերոսը։ Արմանը եւ ընտանիքը կգան Ամերիկա, 4-րդը լինելու է հետ վերադարձ Հայաստան ազգային հավաքական։ Այսինքն քո անունով չես հերոսին անվան։ Չէ, իմ անունով չեմ։ Բայց պատմությունները կա Պատմությունները ես կարեմ ասեմ 95%-ը իմ պատմություններն են։ Պրոստը ավելի հեշտ կարտացվելու համար, ավելի մաչելի լինելու համար, ավելի հետաքրքիր լինելու համար, ավելի գեղարվեստական մոտեցում եք։ Այո, հա, որովհետև իմ երազանքներիցս մեկը այն է, որ այս գիրքը հետագայում դառնա ֆիլմ, մուլտֆիլմ, որ կարողանանք մեր մյուս սերունդին ցույց տանք, օրինակ շատ հետաքրքիր բան ասեմ, որ այս գիրքը հենց առաջինը ես գրել եմ իմ երեխեքի համար, որ իրենց պատմեմ, թե որտեղից ուր ենք հասել, ինչ ճանապարհներով, եւ դրա համար ճիշտ է այսօրվա կյանքը այն կյանքն է այսօրվա դրությամբ, որ սաղ բանը, ասենք հեռախոս, iPad, կոմպյուտեր, դրա համար որոշեցի գիրք գրեմ, որ դրանցից մի պահ կդրվեն ու գիրք կարդան։ Գիրքը անգլերենով է, իսկ հայերեն հրատարակչություն լինելու է։ Անպայման, հա? Անպայման։ Հայերեն էլ լինելու, ռուսերեն էլ լինելու։ Դե քեզ Ռուսաստանում են շատ սիրում։ Անպայման։ Ֆանտաստիկ մրցաշրջաններ ես անցկացրել Ռուսաստանում, թե Կրասնոդարում, թե Սպարտակում, այնպես որ Ռուսաստան։ Անպայման, ռուսերեն առաջինը հայերեն է, հեսա մյուս հայերենն է լինելու, հետո ռուսերեն։
Լավ, եկեք հասկանանք բաներ կա, որ կարելի է բացել ճակերտներ մանկության տարիներից գրքի մեջից մեջբերումներ անենք, որպեսզի մոտավորապես հասկանալի լինի։ Որ տարիքից է սկսում Արմանի պատմությունը։ Ինքը ընդհանրապես Արմանի պատմությունները սկսում են 4-5, չէ, դաժե 2-3 տարեկանից Լեննականում, Գյումրիում հիմնվելուց հետո։ Հա, Գյումրիում այն փողոցային խաղերը, կռիվները, պատմությունները եղբորս հետ, Մովսեսի հետ, եւ ասենք այն չարությունները, որ արել ենք։ Չար երեխա ես եղել։ Ես շատ խելոք եմ եղել, ախպերս է չար եղել։ Բայց այդ ֆուտբոլային չարությունը որտեղից է եկել։ Հենց դեղից է եկել։ Հա, հենց լինելով ասենք Գյումրեցի, այդ չարությունը դեղից է գալիս, ոչ թե վատ իմաստով, այլ դուխը։ Դե հա, ինչի մասնախոսք է որ մերը ոնց ասում են, մերը զավասկո է դուխը։ Հա, որ բազմիցս ես ասել, որ դուխն է կարևոր, ավելի շատ պետք է մրցակցից ոչ թե վախենալ, այլ վախեցնել։ Այո, չէ, վախենալ ես մի բանից եմ վախենում ընդհանրապես այս կյանքում, դա մտից է։ Լույսերը չարչատեք։ Արգասուստ են լույսերը միացած են, բայց ընդհանրապես ու հերս էլ միշտ մի խոսք ունի շատ կարևոր, ասում էր տղես, դու ես տղա, ինքն է տղա։ Կարաս կրի, չես կարա։ Ինք ուրիշ բան է։ Ես այդ հիշում եմ, դու էլի ասել ես, եթե չեմ սխալվում, Հայաստանում տղեկի մոտ հումորային ծրագրում յուրեր, հա։ Տեղել եմ, ասենք միշտ այդ հոգեբանությունը, այդ մտածելակերպը, այդ անվախ լինելը ու սխալից չվախենալը։ Ես կյանքում չեմ վախեցել, որ սխալվեմ։ Ես բոլորս է սխալվում ենք։ Ու ես իմ երեխեքին էլ այսօրվա դրությամբ հենց այդ ձև դաստիարակում, որ վախ չունենան իրանք, սխալվելուց վախ չունենան, որովհետև սխալվելով իրանք մի սովորեն։ Իսկ մեր մեջ, չէ, մեր հոգեբանության մեջ մարդիկ վախում են, որ վայ սխալ չանի, այս չանի, ինչ, բայց դրա համար մի տեսակ վախկոտ բան է դուրս գալի հետագայում։ Մի հետաքրքիր մի բան է հետաքրքրում ինձ տեսեք, օրինակ ձեր կարիերայում լիքը բաներ ա եղել, օրինակի համար մնացել է կուլիսների հետևում։ Դա կլինի մարզիչ ֆուտբոլիստ փոխհարաբերություններ, ֆեդերացիա նախագահ ֆուտբոլիստ փոխհարաբերություններ, խաղընկեր փոխհարաբերություններ, արդյոք դրանք թեկուզ եւ վերացական Արմանի կերպարով զետեղվելու են գրքում, լինելու են գրքում, թե ամեն դեպքում այդ ճակերտները թողնելու ես այդպես էլ փակ, չես անդրադառնալու, որովհետեւ իմաստ էլ չկա։ Չէ, նայեք, շատ բաներ են եղել իմ կյանքում, բայց ամեն ինչն է պարզ եղել ժողովրդի համար։ Այս գիրքը ես չեմ գրել, որ իմ խնդիրների մասին մարդկանց բացահայտեմ, պատմեմ։ Ավելի շատ որակների, թե որտեղից ուր կարելի է հասնել։ Այո, ավելի շատ մեր հայ լինելու, մեր հայրենիքի մասին, մեր հայ տեսակի մասին, հայ հոգեբանության մասին, թե ինչ դժվարություններ ունենք, ինչ դժվարությունների մեջով ենք անցնում ենք, բայց ամեն ինչը հաղթահարում ենք։ Դա էլ է չէ դժվարություն, 2 տարի հավաքական չէին հրավիրում։ Դա էլ է դժվարություն։ Դժվարությունը համաձայն եմ, բայց որոշումներ կան, որ ինձնից չեն կախված։ Դրա համար ինձ ոչ այդ նեղումը, ոչ վախեցնումը, ոչ էլ ինձ կոդրեց։ Ես իմ անելիքը անում եմ։ Վերադարձա, ավելի ուժեղ վերադարձա, ապացուցեցի, որ հա, հիմա մարդիկ որոշումներ են կայացնում, դա իրանց իրավունքն է, ոնց ասում են խոսքի իրավունքը, որոշումի իրավունքն էլ է իրանցը։ Դրա համար ես ոչ նեղանում եմ, գուցե իրանք ճիշտ էին, բայց այդպես է ստացվել։ Դենց է ստացվել։ Ես ֆուտբոլիստ եմ համակերպվում եմ նրան ինչը որ այո, ես իմ գործը ֆուտբոլն էր, իմ գործը խաղալն էր ու ես իմ կարծիքով շատից քչից կարացա դա ապահովել։ Հիմա դե իմ տեսակը կարող է ուրիշ լիներ, ասենք ավելի փափուկ լինեի, ուրիշ ձև ամեն ինչ գնար, բայց ես եմ
Ես էլ պայքարող տեսակ եմ Հա, ասա։ հա, Ինչի մասն է խոսքը։ Դրա արդյունքում է, տես տարիներ շարունակ մենք ուրիշ օրինակ բերեմ։ Տարիներ շարունակ ֆուտբոլիստները, որոնք որ մարզվում են, որոնք որ ձգտում են ինչ-որ մի բանի, ինչ-որ տեղից կոտրվում է ու չեն գնում այդ պայքարը ինչ-որ միտեղ սառնում է, ինչ-որ մի պատճառով, ինչ-որ մի բանի, թեկուզ եւ չնչի։ Այդ պայքարը շատ կարևոր է որ լինի։ Այդ քո տեսակի մեջ այդ ամենաառավելագույնն է որ երևում է, ու այդ տեսակը շատ կարևոր է։ Ես հուսով եմ, որ գիրքը ընթերցողները հատկապես ավելի կրտսեր տարիքի, թեկուզ երեխաները, դեռահասները ընթերցելով հասկանան, որ պայքար կա։ Եթե դու հենց դա ես դրել հիմքում, պայքարել ապա։ Հենց իրականում այդ պայքարի մասին է այս գիրքը։ Ու այս գրքի մեջ բոլորն իրանց պատմությունները կգտնեն։ Սա մենակ իմ գիրքը չի։ Երևի դրա համար էլ Արման է ստրել հերոսը, որ յուրաքանչյուրը գտնի Յուրաքանչյուրը որ անունով իրան օրինակ ես որ շատ հետաքրքիր ծանոթներիցս մեկը այլ ասկ ինձ մեսեջ էր գրել առավոտ, տեքստ էր գրել, որ գիրքը ստացել էր ու մի ժամվա մեջ սաղ գիրքը կարտացել էր ու հուզվել էր, որովհետև իրեն հիշեցրել էր գրքի մեջ դրվագներ կային, որ հիշեցրել էր 2024 թվին իր պապան էր մահացել, ինքը ամերիկացի կին է, իր պապան էր մահացել եւ իր պապան մահանալուց առաջ իրեն ասենք խոսքի բաներ էր պատմել, որը որ ինքը իրեն այդ պատմություններից գտել էր այս գրքի մեջ ու շատ մարդիկ գտնեն պատմություններ դրա համար ասենք Արմանի կերպարը Արմանը դե տղայիս անունն էլ Արմանը եւ ով էլ կարտա կապ չունի երեխա լինի իմ տարիքի լինի ինձ մեծ լինի պատմությունների մեջ իրանք իրանց կգտնեն իրանք վերհիշեն այն լավ հիշողությունները կամ վատ հիշողություններով բայց իրենք իրենց կգտնեն իրենք պատմությունների մեջ կհիշեն որ իրենք ելեն էս արել են արել ասենք խոսքի չարություններ են արել ծեծենքերը ծեծել են, ծեծենքերը այո առանց այս ուտելու չես կարող ծեծել են։ Չէ, որ ուժ հավաքես նորից գնաս։ Մենք լավ ծեծենքեր ասեմ, լավ չար ենք եղել դրա համար ծնողներս տեղին ծեծել են հավեսին, դասիրակել են, որը որ շատ հետաքրքիր, ասենք պատմությունների մեջ կան, որ ասենք այն կարգի չար ենք եղել, ճիշտ ասած մորական պաբիս, օրմազիկ, մորական պաբիս մեր անունը իմ ու եղբորս անունը, մեծ եղբորս անունը դրել էր մերել քանդողները, ասում էր հենց հայատ ենք մնում, տենում ենք այդայից մերել քանդողները եկել են, ասֆալտը քանդում էին, այդ Հասկացա, գիտես այդ երևի նաև այդ դժվարությունները կռիվ անելը, թաղ լինելը, ինչ-որ համախմբվածություն ունենալը կարող է եւ շատ օգտակար է հենց այդ հիշեցի, որ դու 12 թե 13 տարեկան ես, չի եղել, որ Միացյալ Նահանգները ստեղ փոխվել։ Շատ կարևոր է, որ այս մեր նաեւ երիտասարդները, որ տեղափոխվում են, այստեղ էլ կարողանան այդ համախմբումը ունենալ, համայնքի ներսում բան։ Քո ժամանակ դեռևս շատ դժվար եղավ, որտեղ այդպես մեծ համայնք չենք ունեցել։ Իսկ այդ քեզ խանգարել է, թե օգնել է։ Չէ, մենք նայեք, մենք որտեղ այստեղ կռիվ չես արել ես։ Էլի կրասվա կամերայի ոչ չեմ ուզում ասել։ Մեզ այդ կամերան որ անջան եք հետո կասեմ, ստեղած չարությունները, բայց մենք տեղափոխվելուց, Ամերիկա տեղափոխվելուց հետո մենք գտանք մեր ընկերությանը, ստեղծենք մեր այն մտերիմ ընկերներին եւ իրար հետ այդ կռիվը սկսենք անելը։ Ոչ մի բան չփոխվեց։ Ոչ մի բան չփոխվեց։ Տարածքը փոխվեց մենակ։ Այո, շենքերը փոխվան, եղանակը փոխվան, բայց նույն հոգեբանությունը չէ, այն վաղ Ամերիկայում ճիշտ ասած ասենք 2000 թվից մինչև 2006-ին որ ես պրոֆեսիոնալ դառա, այն վաղ այս չափի հայեր չկային։ Դպրոցներում մեջ չկային։ Ասենք մեր գնացած ես ճիշտ ասած Պասադինա եմ ես, չէ։ Այո, 4 հատ հայսկուլ եմ փոխել։ Ու լավ հարկի համար չեմ փոխել հայսկուլները։ Բայց այն վաղ այս ասենք լիքը չէին հայերը, որ մեզանից վախենային։
հայերից ասենք քաշվեին, չէ, այն վաղ հայերս քիչ էին, ասենք մեր հայսկուլում կարող եմ 15-20 հոգի լինեին, բայց այդ էր։ Դրա համար դեռ դրանք հասնեմ, այդ պատմություններին կհասնենք։ Պետք է լինի երկրորդ կամ երրորդ գրքում։ Այդ արդեն Երրորդ Ամերիկան, այո։ Այո, այդ արդեն երրորդի մեջ կլինի։ Դե այն վաղ դեռ Ամերիկայում ֆուտբոլ չկար։ Ճիշտ ասած, ասենք շատ փոքր էր ինքը MLS-ը նոր էր ստեղծվել։ Ու ակումբներում ստեղ խաղալուց ինձ որ հարցնում էին ինչ ես ուզում դառնալ, ասում էի ֆուտբոլիստ։ Մնացած բոլոր թիմակիցներս ասում էին, այս քոլեջն եմ ուզում եմ, այն յունիվերսիտին եմ ուզում եմ, այս քոլեջը, բայց ինձ որ հարցնում էին, այն ջարտաձանգլերինով ասում էի, չէ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ ուզում դառնամ, ու ժողովուրդը թիմակիցներս խնդում էին, բոլորնս Թարսենյանին, յանես իմիգրանտը ինչ ես ուզում։ Այդ ավելի շատ հայսկուլի խաղացողները, խաղընկերները։ Ոչ թե մենակ հայսկուլի, ստե կլաբ թիմերում է որ խաղում էի, ասենք ընդանապես որտեղ ուզում են լինել հայսկուլ, կլաբ թիմը, ասենք ակումբներում, ինձ որ հարց էին տալի ինչ ես ուզում դառնալ, ես ասում եմ միայն պրոֆեսիոնալ եմ ուզում դառնամ, ֆուտբոլիստ դառնամ։ Ու այդ իմ կարծիքով մեջս միշտ եղել է որ Շատերի մոտ հոբի է եղել, իսկ քո մոտ ուրիշ ձև մտածած։ Շատերի մեջ ես կարամ ասեմ ճիշտ ես հոբի է, հետո գալիս է տարիք որ արդեն են որ սկսում են հավատալը որ չէ կարող եմ, չէ, գուցե կարանամ, բայց իմ մեջ կասկած չի եղել որ ես կարանալու եմ։ Դե հիմա ոնց կհասնեմ դրան, այդ արդեն չգիտես, այդ արդեն ես ընդհանրապես մի բան գիտեմ որ մարդիկ ասում են բախտս չբերեց, չէ։ Բախտ գոյություն չունի իմ համար։ Որ բախտ շատերի այն excuse-ները կյանքում, որ ասում բախտս չբերեց։ Ու ես նրան եմ հավատում, որ եթե դու աշխատես, եթե դու վիզ դնես, եթե տեսանելի կլինես հաստատ, դու կհասնես, քո բախտի դու տեղ կհասնես։ Դրա համար միայն աշխատանքով, միայն նվիրվածությամբ, միայն ես երեխեքին այսօրվա դրությամբ ում հետ որ շփվում եմ, միշտ այդ հարցը տալիս եմ, ասում եմ, եթե ուզում ես դառնաս, պատրաստ ես ամեն ինչից ձեռ քաշես։ Ամեն ինչից, որ նվիրվես տվյալ քո սպորտին, ֆուտբոլ կլինի, բասկետբոլ կլինի, կապ չունի, ինչ, եթե դու պատրաստ ես ամեն ինչ մի կողմ դնես ու նվիրվես, անհնարին է որ դու չհասնես քո նպատակին, քո երազանքին։ Հիմա ոնց է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվում ես։ Այո, զբաղվում եմ Ամերիկայում, Ամերիկայի դեսպան եմ ֆուտբոլի։ Աշխատում եմ ավելի հոգեբանական, ասենք երեխեքի հետ, տարբեր երեխեքների հետ, տարբեր տարիքայինների հոգեբանության դուխ տալով, խոսալով, բացատրելով, ցույց տալով, ավելի այդ ուղղվածությամբ եմ ստեղ հիմա զբաղված, որ կրտենք ու սովորացնենք մեր մյուս սերունդին, որ վախկոտ չլինեն, որ հավատան իրանց ուժերին, որ սխալվելու չվախենան, որովհետև այսօրվա դրությամբ այն երեխեքի հետ ում հետ որ տարբեր տարիքայինների, որոնց հետ էլ որ աշխատում եմ, իրանց մեջ այդ սխալվելու վախը կա։ Այդ դաստիարակությունը երեխու սպորտային շատ կարևոր է ու նաև աշխատում եմ ծնողների հետ ճիշտ ասած։ Ավելի ես կասեի ավելի մեծ խնդիրը ծնողն է այսօրվա դրությամբ։ Ծնողն էլ պետք է իր աշխատանքը։ Ծնողը նայեք, ֆուտբոլիստը երեխան գնում է մարզիչի մոտ օրը 2 ժամ։ Մնացած ժամանակը տանն է։ Կամ ոչ, բայց դա ծնողը համարվում ծնողի գործը, ծնողի ես միշտ ասում եմ, եթե ծնողը պրոֆեսիոնալ չի ֆուտբոլում, չի եղել, ուրեմն խնդրեմ, որ իրանց պատկերացրած ֆուտբոլը չսովորացնեն երեխուն։ Պատկերացրած, որովհետև ֆուտբոլ սիրող մարդը ուրիշ ֆուտբոլ է նայում, տեսնում։ Ես ուրիշ, ֆուտբոլի մասնագետը ուրիշ։ Մեր համար ու միշտ ասում եմ, իմ համար շատ կարևոր է, որ ծնողի դերը իր երեխու ծնողը բրի պրոստը կատարի իր պարտականությունները, որ երեխուն տանի պարամունքների, երեխուն, ասենք խոսքի միշտ թեւուտիկուն լինի, ծնողի ֆունկցիաների մեջ դա է մտնում։ Այո, իսկ ոգևորի դժվար պայերին ասի ոչինչ, մյուսը կստացվի։ Այո, շատ
ոգևորելը ծնողի համար շատ դժվար բան է իր երախուն, ճիշտ ասած։ Էդի ես է գիտեմ։ Ցավագին է որ պարտվում է մի բան էլ կարող ջղայնանա ասի չէ իր կարա օրինակ վերջի վարկյանի փոխանցումը անեիր գնացիր մենակ դուրս եկար գոնե շատ հետաքրքիր բան է պետք է աջակցել։ Այո, որպես ծնող, չէ, մենք մեր երեխեքին տանում ենք սպորտի, ֆուտբոլի իմենը, չէ, որ երեխեն լսի մարզիչին։ Չէ, մեր երեխուն պրոգրամ ենք անում, որ դու պիտի մարզիչի լսես, հարգես, սիրես, լսես իրան։ Բայց որ գնում ես խաղերին, չէ, երեխեն համ մարզիչին է լսում, ընդդեից է ծնողն է գոռում։ Այդ շատ եմ տեսել։ Շատ ու ասենք խոսքի ես այսօրվա դրությամբ միշտ ասենք ում հետ որ խոսում եմ, այդ եմ ուզում փոխանցեմ ու սովորացնեմ, որ ախպեր դուք իրան վադություն եք անում ձեր երեխուն։ Եթե դրսից դու որպես ֆուտբոլասեր քո պատկերացած ֆուտբոլը դու գոռում ես որ ուղղություն ես տալի երեխուն։ Իսկ այդ երեխան արդեն չգիտի հիմա մարզիչին, մարզիչին պետք է լսի, բայց կողքից դու ծնողն ես, չէ, պապան ես, ասենք հերվից դու երկընտրանքի առաջ ես կամ դու երեխուն խառնվում է երեխան էլ մոռացի կամ խաղը որ բռնում է նստում ենք ավտոն ու գնաց էս չարիր, այն չարիր, էս չարիր, այն չարիր կլինի մի օր ասես որ միայն լավեր ասես թեկուզ ինքը մի բան լավ արած է մենակ լավ ասա տես ասենք դրա համար այսօր որ ասում ենք ծնողները չէ շատ ենք բողոքում որ երեխան չի լսում ասենք խոսքի որ ասում չի լսում երեխան որովհետև որ նստում ավտոն գիտի որ դու հեսա արդեն իշքան բացասական բան արել այ դու լրիվ իրան ասելու ես դրա համար երեխու մոտ ինքը անջատում է ու գնացել ինչ ասում ես դիմը մինչև տուն հասնի կլացիել ջանա հա դրա համար չեն ուզում լսեն ու Ջորջան դա մեր հայկական բանն է, չէ՞, խորոված անելուց 1000 հոգի հավաքվում է խորհուրդ է տալի։ Երկրպագուն էլ է գոռում, հետ քաշի փոխանցի, չգիտեմ ինչ արա։ Այդ կա, ուղղակի պետք է նայել։ Մի օր պետք է փոխվի այդ։ Միանշանակ պետք է փոխվի, չէ, չի կարա այդպես մնա։ Բայց մարզիչից էլ է, չէ՞, շատ բան կախված որ մարզիչը այն հիմքերը դնին այդ աշխատանքը, շատ ճիշտ ես ասում, ծնողի հետ էլ աշխատանքը տարվի, որ լրություն ժողովուրդ, այստեղ դուք ձեր գործով, ես իմ գործով։ Իսկ ես ասենք խոսքին այ, ես մտքին եմ ու համոզված եմ, որ նախ երեխան պետք է ունենա լավ մարզիչ, երեխան պետք է ունենա վատ մարզիչ, երեխան պետք է ունենա մարզիչ, որ իրան սիրում է, երեխան պետք է ունենա մարզիչ, որ իրան չի սիրում, չէ՞, որովհետև այդ ամեն մի մարզիչի դեպքում երեխու մոտ մի խարակտերը զարգանում, իր ուղեղի մեջը, զարգացման մեջը ինքը մի տեսակ է զարգանում, մի ամեն տարբեր կողմերից ինքը զարգանում է։ Իսկ եթե երեխան այսօրվա դրությամբ ու ես իմ անձամբ իմ բարեկամներից հետ ու որ լսեն իրանք կհիշեն մեր բարեկամներից մեկը ծանոթներից մեկը իր երեխան իմ տղուս հետ ֆուտբոլ էր խաղում ու մի օր հասնեմ դաշտ որ մեր հարսը մարզիչի վրա գորգռում է ասում եմ ինչ ա եղել դե երեխան ասում է չի խաղում խի չի խաղում հանելու եմ երեխուն, ասում եմ հարսիկ ջան, դու այս հիմա տղետ ընդեք այնաց նայում է, չէ, տղեն է 12 տարեկան երեխա էր, ասում եմ դու երեխուդ գիտես ինչ վադություն արեցիր հիմա, որովհետև հիմա երեխեդ արդեն գիտի, սրանից հետո ինքը որ պրոբլեմ ունեցավ, կամ մաման կամ պապան կգա իր հարցերը գլուծի, ու դու դրանով երեխուն, ասենք, վադություն արեցիր։ Դու միանոյ ժամանակ կմտածի որ ինքը լավ խաղացող է, որ կողքից իրան օգնում են, բայց մարզիչը դա չի հասկանում, չի նկատում։ Շատ տարբեր։ Կամ ինքը ամենապատրաստն էր բոլորի։ Ինքը ամենալավն է, իրան չեն սիրում։ Չէ, այդ արդեն ես դրա համար ես մի քիչ ճիշտ ասած բան ոչ թե հնադարյան մտածելակերպի եմ, բայց ես կողմն եմ, որ երեխան դժվարություններ տանի։ Ես կողմն եմ, որ ոչինչ թող դժվար լինի։ Դե դրա մեջով են կոփվում։ Այո, իր համար պետք է դժվար լինի, որ ինքը սովորի այդ խնդիրներից դուրս գալու ճանապարհներ։ Այսօր որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կենսագրությունը նայենք, որ ուղղակի հա, մեղրի ճանապարհ է եղել, եկել հասել է աստղադառել, չէ։ Դրա համար հիմա իմ գործունեությունը Ամերիկայում զուտ հենց այդ ինֆորմացիան է,
ու այդ փոփոխություններն են, որ ես աշխատում եմ, որ կատարենք։ Մենք մեր հայ տեսակի ծնող լինելով ֆուտբոլիստի, որ կարողանանք մեր երեխեքին ճիշտ ճանապարհի վրա դնենք։ Այսօրվա դրությամբ շատ մեծ խնդիր է ու մենակ ստե չի, Հայաստանում ավելի մեծ խնդիր է, որ երեխեն ինչ-որ մի ակումբում խաղում է, որ մի որոշ ժամանակ չի խաղում, այդ ակումբի ծնողը վերցնում տանում է ստե, այդ մյուս ակումբը, ու տանում է այս մյուս ակումբը, որ արդյոք մեզ խես տանում, ասում են դե չի խաղում, տանեմ ստե կխաղա, ու ասենք հետո որ ստե չի խաղում, ասում ես խի հանիշ տար, յանի ի՞նչն է պատճառը, ու միշտ մարզիչն է։ մարզիչը խնդիր է, բայց այդ ասենք խոսքի իմ համար շատ տհաճ է, որովհետև ավելի շատ ծնողը դա անում է իր էգոիզմի համար, որ ձեր ասած խորոված ուտելուց, որ կարան արխային ասի տղես էս խաղին 10 հատ գոլ խփեց, որ չի կարող էդի ասի, իրականում ասենք խոսքից դե ավելի շատ ոչ թե երեխեքն են մեղավոր, այլ մենք ենք մեղավոր։ Բայց ճիշտ ես ասում։ Մենք ենք մեղավոր, ծնողներն են Առիթ ենք ման գալիս, որ գլուխ կողը։ Աբրես, մենք ենք մեղավոր, մեր էգոիզմն է մեղավոր, ծնողի երազանքն է մեղավոր, երեխու աճման process-ի, ու շատ երեխեք եմ տեսել ծնողների երեսից իրանք արդեն հիասթափվել են ֆուտբոլից, շատ, ցավալիորեն շատ, դրա համար այսօր իմ համար շատ կարևոր է, որ ինչ որ չափ եթե ես կարողանամ մարդկանց ճիշտ բացատրեմ, որ ախպեր հանգիստ թողեք ձեր երեխեքին, որ թողեք իրանք իրան ճանապարհը, ոչ մեկ թեկուզ իմ տղես, ոչ մեկ իմ ճանապարհով չի քայլելու, ճակատագիրը, ոչ մեկ ես որտեղից որ հասել եմ, ոնց հասել եմ, ոչ մեկ չի կրկնելու, դրա համար ոչ մեկ թող, ասենք, ես նույն բանը ես այսօր իմ տղունց չեմ տա սիրակում, որ բրիելնես առավոտների 5-ին պարաբես, բրիելնես էս անես, բրիելնես այն անես, որ հասնես, չէ, բոլորը իրանց ճանապարհը ունեն, բոլորը իրանց ճակատագիրը ունեն, ու բոլորը իրանց ճանապարհն են ստեղծելու, կհասնի, չի հասնելու, ես իշքան է հետևից հրեմ, ինչա որ իմ տղենա կապ չունի, ինքը իր ճանապարհ, ես կարող եմ դռներ բացել, բայց մտնելը իր գործն է, ու մնացածի համար, միշտ էլ ես ասում եմ, ես դռներ կարող եմ շատ հանգիստ բացել, բայց այդ դուռը, որ երբ որ դու ես բացում, ավելի հարազատ է լինում, ավելի ճիշտ է լինում, դրա համար հիմա այդ գործով եմ զբաղված, ու այս գիրքն է զուտ դրա մի մասնիկն է, որ ինֆորմացիան փոխանցեմ մեր մյուս սերունդներին, ծնողներին։ Եթե նախկինում ձեր ժամանակ, կամ մեր ժամանակ, ամեն դեպքում տարիքակից ենք, դժվար է եղել ինչ-որ ման, թե հենց ֆուտբոլում չի եղել մարզադաշտեր, կանաչ խոտը երազել են տեսնեն, հողի վրա են խաղացել, ասֆալտի վրա են խաղացել, քարի վրա են խաղացել, բայց գոնե ասենք, որ այսօրվա դրությամբ կա մի փոքր վերելք, կա հնարավորություն։ Յուրաքանչյուր ինչ-որ մեկ, ինչ-որ մի բան, ամեն մեկը, թեկուզ մեր հավաքականի նախկին ֆուտբոլիստները մի բան արել են, որ ավելի մի փոքր մի level բարձր լինեն այսօրվա հնարավորությունները, ու այդ հնարավորությունների մեջ պետք է կենտրոնանալ մենակ խաղի վրա։ Այսինքն ամեն ինչ արած է, այդ դուռը թողեք, որ մենք չբացենք, ամեն ինչ արել ենք։ Եկեք այդ դուռը բացեք ու դժվարությամբ թեկուզ եւ բացեք։ Նայ, ես շատ ճիշտ եք ասում, բոլորս այսօրվա դրությամբ ով ֆուտբոլի մեջ է, ով խաղացել է ֆուտբոլի, ասենք խոսքի ֆեդերացիայում է եղել, բոլորը օգնել են, որ այսօր մենք մեր ֆուտբոլը առաջ քայլի։ Ճիշտ է, մենք այսօրվա դրությամբ, չէ, երկրպագուները նայենք ազգային հավաքականի ռեզուլտատներին խոսքի, ճիշտ է, ասենք ավելի շատն ենք ուզում։ Միշտ, բայց արեք ընդունենք այն հաջողությունները, որոնք որ ունենք արդեն, որոնց որ արդեն հասել ենք, եւ միասնական իրար հետ աշխատենք դեպի լավին, ավելի լավին, բայց արեք չքարկոծենք այն լավ բաները, որ մարդիկ արել են, ով որ ինչ-որ մի լումա է ունեցել ֆուտբոլի մեր զարգացման, այսօրվա դրությամբ մենք թիմ ունենք, որ արդեն Եվրոպայի է խաղում, չէ՞։ Հա մենք ուզում ենք աշխարհի չեմպիոն դառնանք, բայց մեր ուզելը շատ քիչ է դրա համար։
Չէ, մենք պետք է նայենք մեր երկրի վիճակի, մենք պետք է նայենք մեր անցած ճանապարհը, մեր ազգով։ Բայց եթե այսօր ասենք ոնց է լինում, որ ոչ մի չի խոսում մեր ազգային ֆուտզալի հաջողությունների մասին։ Դե ֆանտաստիկ հաջողություն։ Ես ասենք խոսքի իմ համար շատ տհաճ է, որ այսօր տղաները եվրո են խաղում, չէ՞։ Ու առաջի տեղով դուրս են գալիս ու այսօրվա դրությամբ ասենք խոսքի ոչ մեկ դրա մասին չի խոսում, քիչ է խոսում, ինչը դա զարգացում չի։ Իհարկե 5 տարի առաջ մենք ֆուտզալ ունեինք, չէ, հենց այդ է, որ հիմք դրվեց, աշխատանք արվեց, ճիշտ է, բրազիլացիների հետ արվեց, մյուսը արվեց, բայց բերեցին հասցրեցին նրա, որ հայերի համախմբեցին, հայ ֆուտբոլիստներով ենք արդեն խաղում։ Այո, աշխատանք է չէ կատարվել։ Բա ոնց։ Աշխատանք է տարվել։ Դրա համար մարդ նայեք, արեք այն ինչը որ ունենք, չէ, գնահատենք, շարժվենք առաջ, փորձենք բոլորս միասնական աշխատենք դեպի լավի, ոչ թե մեկը առաջ գնալու համար ինչ որ մեկին բրի ժերտվա տա, ինչ որ մեկին բրի վարի տաս, որ դու առաջ գնաս, չէ, արեք իրար հետ բոլորով միասին, ով որ ֆուտբոլից հասկանում, ով որ սիրում, ով որ իրար հետ նստենք, որոշենք, իրար հետ նստենք, ամեն մեկս ինչ որ մի ձև կողնենք, կաշխատենք իրար հետ, որ ասում են մենք հայերս թիմային աշխատանք չունենք, ով ասում չունենք, գոնե մենք ապացուցեցինք մեր ժամանակով, որ շատ է լավ, մենք կարող ենք թիմային աշխատանք կատարենք, չէ, ու ես համոզված եմ, որ այն տղեկը, ում հետ որ ես խաղացել եմ, ու շատ մեր տղեկի նման շատ տղեկ կան ֆուտբոլում, որ թիմային աշխատանքը շատ լավ է ստացվում, պրոստը կազմակերպի, ճիշտ պիտի կազմակերպի այդ ամեն ինչը։ Ու դրա համար ասենք, այսօր ես դրան եմ պատրաստ, որ գնամ Հայաստան, տեղափոխվեմ Հայաստան եւ օգնեմ բոլորով միասին, ոչ թե ես, բոլորով միասին կազմակերպենք, աշխատենք, զարգացնենք մեր ֆուտբոլը։ Հրաշալի։ Հիմա Նազարեթյանը բոլորի համար հերոս է։ Լավ մարզիչ է։ Այդ մեր վատ կողմերից է, որի մասին պետք է խոսամ ու չգիտեմ։ Հանկարծ այնպես ստացվի, որ անոնց մեջ երկու պարտություն թող չլինի, Աստված ոչ լինի նման բալերի։ Նազարեթյանը դառնալու է աշխարհի ամենավատ մարզիչը։ Այդ մեր վատ կողմի հետ պետք է հաշվի նստենք ու պայքարենք դրա դեմ։ Երբ որ հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ հաղթանակներ էր տանում, պարտություն էր գալիս, բոլորը քարկոծում էին, հա, այդ տեղեքին աստվածացնում էիք։ Նայեք, խնդիրներ խաղը չի ստացվել։ Հա, իհարկե, տղերք ենք։ Այո, չէ, ներսում խնդիր չկա, ասեմ ձեզ, մեր մոտ, մեր հավաքականում ներսում մեկս մեկիս հետ կյանքում խնդիր չենք ունեցել։ Ով է լավ։ Կյանքում խնդիր չի եղել։ Ասենք օր ա եղել, որ մեկի մոտ ստացվել է, չի ստացվել, դա արդեն ֆուտբոլը, դա արդեն ասենք խոսքի մեր ձեռը չի։ Բայց ես նրան եմ կողմ, որ թեկուզ եթե խնդիր կա, խոսացեք դրա մասին։ Ասենք պարզ եղեք։ Տղերքն էլ էին այդ պահանջում, եթե կա խնդիր, պարզ եղեք, հանդիպենք, ասեք ինչ կա։ Բայց եթե խնդիր չկա, հելնենք ինչ ասենք։ Չէ՞, խաղը պարտվել ենք, հասկանում եմ, պարտվել է, ֆուտբոլը ստացվում է, թերագնահատել ենք, լավ չենք պատրաստվել, սխալ ենք եղել, սխալներ ենք արել, դրանք սա ես համաձայն եմ, դրանք սա կարա լինի։ Բանն ենք անում, բայց կողոպես կարդացել էին, այս անգամ չկարողացանք։ Աբրես, այո, բայց եթե խնդիր չի լինում, ելնես ինչ ասես։ Չէ, այդ օրը ես լավ եմ հիշում, որ ավտոբուսը փակել էին չեն թողում այդտեղ։ Այդ օրը ես եմ իջել իրանց հետ։ Հա, ասում։ Հա, ու իմ հարցս իրանց հենց ասենք խոսքի, որ հա պարտվել եք ինչ։ Գիտեմ, դժվարը ինձանից շատ ոչ մեկը չեք կարա ցավակ։ Չի կարա, ֆուտբոլիստից շատ այդ պարտությունը ոչ մեկի համար երկրպագու կլինի, ղեկավար կլինի, ով ուզում է լինի ինձի չի դաշտում։ Եթե ես դաշտում եմ եղել ու պարտվել եմ, ինձանից ծանր ոչ մեկ չի կարա այդ տանի, որովհետև ես եմ կյանք դրել դաշտի մեջ ու ես եմ պարտվել առաջինը։ Իմ թիմակիցները մենք ենք, այդ 11 հոգիս ենք, այդ 18 հոգիս մարզը մենք ենք պարտվել։
Դրա համար մեզանից ծանր ոչ մեկ չի կարա տանի։ Մենք պրոֆեսիոնալ կարող ասենք խոսքի դու ինձ հերվից նայես չմտածես ինչ պետք է անեի, դե բռնեի ասենք խոսքի վենեկս կտրեի, որ հասկանայիք, որ չէ, մենք մեզ ավելի ծանր ենք տանում, հասկանում եք, բայց հաստատ բարելով դուրս չեք գալիս դաշտից։ Ապրես, բայց դրա համար ճիշտ է, շատ դժվար ժամանակներ ունեցել ենք, շատ ծանր ժամանակներ ունեցել ենք, բայց նաև ունեցել ենք շատ լավ։ Ու ես այնքան կուզենամ, որ այսօրվա դրությամբ մենք փորձենք ծանր ժամանակներում փորձենք լինենք մեր ազգային հավաքականի կողքին։ Որովհետև լավ ժամանակները սաղն է կարան կողքին լինեն, սաղն է կողքին են։ Բայց արեք այս ժամանակաշրջանում, չէ՞։ Թեվուտիկունք լինենք մեր հավաքականին, այս ժամանակաշրջանում։ Տեսեք, ինչ ավելի լավ ռեզուլտատ կունենանք։ Այս ծանր վիճակում, չէ՞, եթե մենք որպես երկրպագու, չէ՞, կողքից մեր համար ծանր ռեզուլտատները, դուք պրոստը չեք պատկերացնում ֆուտբոլիստների համար ինչ է։ Իսկ երկրպագուն ինչ կարող է անել, որ աջակցի։ Աջակցել ասելով ինչ նկատում եք, ինչով աջակցի։ Էլի ինքը գալու է ստադիոն։ Գիտեմ, չքարկոցի ասենք խոսքի նայեք, հաճախի։ Ճիշտ է, ես հասկանում եմ, որ դա ֆինանսների հետ էլ է կախված, բայց ֆուտբոլի երկրպագուն լինի ազգային հավաքականի կողքին։ Մենք ունենք երկրպագուներ FAF-ը, որ միշտ եղել են առաջին ճակատը FAF-ը։ Հա, միշտ իրանք եղել են մեր կողքին։ Եվ ես ուզում եմ մնացածը միանան իրենց կամ մնացած այն մեր երկրպագուներին, ովքեր որ միշտ դաշտում են։ Կապ չունի, ասենք խոսքի կարող է դորը իրանք միշտ գալիս են 10,000 հոգով կամ 5,000 հոգով, բայց միշտ իրանք են 500 հոգին միշտ լավ եղել, վատ եղել, իսկ մնացածը որ բոլորով միանանք իրար։ Ճիշտ ես ասում, բայց գիտես, ես էլ այդ մտածել ժամանակին, որ օրինակ Ջան Սերգեյը շատ լավ աշխատանք է տարել, բայց իրանք փոքրաթիվ են։ Հասկանալի է նաև այդ ֆինանսական հարցն էլ կա, բայց միևնույն ժամանակ, երբ որ օրինակի համար Պորտուգալիայի հետ են խաղում, կամ Չեխիայի հետ են խաղում, Տոմսերը ֆանտաստիկ կերպով վաճառվում, որ աստղերի են հեսա տեսնելու, Ռոնալդո տեսնեն, բայց օրինակի համար Մալթայի հետ կարող խաղանք, Անդորայի հետ խաղանք, դաշտի կեսից քիչը լցվի ստադիոնը։ Այդ խաղի մասին եմ միշտ է պետք։ Ես այդ խաղի մասին եմ խոսում, Մալտայի, ես Պորտուգալիայի մասին չեմ խոսում, Պորտուգալիայի մասին 10-13 միլիոն հայինք, 13-ն է գ։ Դե մը ստացվեց 1-0 պարտվեցինք, բայց ասենք հաջորդ խաղում գնացինք 4-0 Դանիային հաղթեցին։ Հիմա այդպես ստացվեց, ինչ անենք։ Դե այդ եմ ասում, մեզ պետք է այդ խաղերի ժամանակ լեփլեցուն լինի։ Հենց այդ խաղերն է, որ այդ խաղերի ժամանակա, որ մենք որպես ֆուտբոլիստ, մենք զգում ենք մեր երկրպագուի այն աջակցությունը։ Ոչ թե Պորտուգալիայի խաղին որ գանք, էլի զգում ենք, բայց Պորտուգալիայի խաղին կեսը գալիս են Ռոնալդոին տենալու։ Չէ՞։ Ճիշտ կարող է մի քիչ sense ճիշտ ենք խոսում։ Բան, բայց իրականությունը դա է։ Այո։ Մենք որովհետև փաստացի ապացուցել ենք, որ հենց այդ է։ Մալտայի խաղին արեք 16000 հոգի, չէ՞։ Արեք աջակցենք։ Անդորրային եկեք, Լյուքսեմբուրգին եկեք։ Ապրես, որովհետև այդ խաղերին, եթե դուք մենք գիտենք, որ խաղում ենք Մալտային կամ Անդորրային, բայց եթե ֆուտբոլիստը տեսնում է, որ 16000 հոգի մեր երկրպագուները աջակցում են, դուք չեք պատկերացնում ինչ ուժ եք տալու։ Վստահաբար չի բացառվում, օրինակ համար 1-0 պարտվելու ժամանակ, եթե ստադիոնը լեփլեցու լիներ ու ուրիշ աջակցություն լիներ ստադիոնի կողմից, այդ հաշիվը շատ արագ փոխվեր։ Շատ փոխել ենք։ Բուլղարացիների հետ օրինակ։ Այո, այդ ասենք խոսքի ու շատ իրականում ասենք խոսքի նայեք, ֆուտբոլիստի համար այն 78-րդ րոպեին, չէ, որ արդեն էլ շունչդ կտրում է ու անջատվել է, հա, այդ պայն որ դու ասենք մի բավոր կողքը նայում ես ու ընդերից երկրպագուները ասենք խոսքի աջակցում են, չէ, ուրախանում են քեզ դուխ են տալի, դու ընդանապես այդ feeling-ը, այդ զգացողությունը, չէ, այդ հոգնածության, այդ մոմենտին, այդ պայն մոռանում ես լրիվ, ասում ես, չէ, ասենք այն որ
տեսնում ես որ մարդիկ սրտանց այն մեջքիդ կայնած են այն ձեդա ես էդեմ խնդրում չեմ պահանջում ես էդեմ խնդրում Ընկճում է արդյոք այդ 87-րդ րոպեներին, երբ որ մի հայացքս գցում օրինակ համար ստադիոնից հեռանում երկրպագուները։ Ընկճում է։ դրա համար շատ այդ վաղ արդեն Ֆուտբոլը որովհետև սկսվում է սուլիչից, ավարտվում է սուլիչով։ Գոլը չի ավարտում խաղի կեսերից։ Իմ խնդրանքս զուտ մեր հայ երկրպագուին, հայ ժողովրդին դա է, որ արեք մինչև վերջ աջակցենք։ Արեք մինչև կապ չունի ում դեմ ենք խաղալու։ Երբ որ դուք նայեք, երբ որ երկրպագուները լեփլեցուն գալիս են, չէ, մեր մարզադաշտը փոքր է, չի որ 30,000-ը, ասենք, չեն կարա տեղալ։ Երբ որ ֆուտբոլիստը տեսնում է, չէ, որ միշտ լիգն է մեր մարզադաշտը, այդ վաղ այդ ֆուտբոլիստը կապ չունի ինքը Ռուսաստանից է եկե, Ամերիկայից է եկե, չէ, կապ չունի ինքը հայրեն, այդ վաղ ինքը պարտավորված կլինի համ հայրեն խոսա, համ այդ պատասխանատվությունը ավելի մեծ կլինի իրան։ Մեր պահանջը որպես երկրպագու արդեն բան կլինի, տեղին կլինի, որ հարցազրույցները բի անպայման հայրեն տաս, չէ՞։ Բայց եթե ինքը գալիս է ու տեսնում, ասենք, կիսա աջակցություն, չէ՞, ստադիոնի կեսը մարդ չկա, էլ Դե եթե ամեն ինչ կիսատով անենք մարզիչը կիսատ օրինակ համար տրամադրված լինի, ֆուտբոլիստը կիսատ տրամադրված լինի, կյանքում էլ արդյոք չենք ունենա։ Ճիշտն ասած, հիմա այս բային Մելիքյանի գալով ու այս մի տարին, չէ։ Ես օրինակ շատ ոգևորված եմ Էշե Մելիքյանի հավաքականը գլխավորել գաղափարով։ Ես էլ, որովհետև ես իրականում, ասենք խոսքի իր մարդ տեսակը, իր տղա տեսակը, ասենք ինձ շատ դուր է գալի իր աշխատելավոճը ու իմ կարծիքով մեր ազգային հավաքականի այս բային շատ ճիշտ տեղում էինք ու մեզ այդ պատրիոտ լիդերն է պետք որ մնացածին կարողանա ֆուտբոլիստներին կարողանա համ պաշտպանի որովհետև մարզիչի դերը շատ մեծ է ֆուտբոլիստին պաշտպանելու պարտության դեպքում շատ մեծ է եթե ֆուտբոլիստը իրեն պաշտպանված է զգում մարզիչի կողմից մարզիչը կարող ես լավ գիտեմ որ դռների հետևում չէ որ մենակ ինքը ֆուտբոլիստները ինքը կարող է չպաշտպանի ֆուտբոլիստին իր ինչ պետք է ասի բայց որ դուրս է գալիս կամերան իր դեմը ու ֆուտբոլիստին պաշտպանում է այս իմ ջանը փշակաղվում է այ իսկական լիդեր մարզիչը այդ տեսակը պետք է մեր հավաքականի մարզիչներից եթե չեմ սխալվում մենակ Աբրամ Խաչմանյանի ժամանակ չխաղացիր, հա Գյուլբուդակյանցի ժամանակ խաղացել ես, չէ, եթե չեմ սխալվում Արմեն Գյուլբուդակյանցի ժամանակ ոնց որ 2018-ին ինքը 18-ին էր Ջիբլարթարին եթե չեմ սխալվում ինքը պետք է լիներ հա մարզիչ Դե Վարդան Մինասյանին Սարգոյի հետ խաղացել ես որպես մարզիչ Օսեփյանի հետ, հա Բեռնար Շալանդի հետ այո Շալանդի հա հետարքիր մարդ է շատ ասուլիսները հատկապես իր ամենահատուցարանը ինքը տենց բորշ էր միշտ պատրաստում չէ բայց ինքը մենք ճիշտ է խնդրում դարձել էր մեմ հա մեմ էր դարձել բայց նայեք մարտը ուր հասցրեց Ալբանիային չէ Այն որ տեսակ չէին հավատում, հիմա ասում եմ, Բեռնար Շալանդը տեսեք ինչ էր անում։ Բայց այն վաղտը որ այդ հնարավորությունը տրվեր երկար ժամանակ, այդ մարդը Քիչ չէ, եթե չեմ սխալվում 1 տարի մնաց։ 1 տարի մնաց։ Ընդհանրապես մեր հավաքականի մարզիչները շատ քիչ են մնում, շատ շուտ են խզվում պայմանագրերը, կարծես հնարավորություն չեն տալիս։ Թեև այնտեղ Կապարոսը մի փոքր երկար մնաց, եթե չեմ սխալվում 2 տարի։ Ամենաերկարը ամեն դեպքում Վարդան Մինասյանն եղել երկրորդ անգամ էլ երբ որ եկավ քիչ տևեց, բայց դե լավ, առաջինին անդրադառնանք ամենաերկարը, որ հավաքականը գլխավորել Վարդան Մինասյանն է եղել ու երևի ամենամեծ արդյունքները իր օրոք են ունեցել։ Այո։ Արտուր Պետրոսյանի հետ չես աշխատել, Արտուր Պետրոսյանը եկավ երկրորդ Գյուլբուդակյանցից հետո եկավ ինքը։ Սկզբից Շալանդի օգնականն էր Արտուրը Պետրոսյանը Շալանդի վախտով իրար հետ աշխատել ենք բայց հետո որ գլխավոր էր արդեն ես չկայի բայց Արտուրն էլ լավ աշխատանք էր տում սա աշխատանքն էլ է շատ հավանում շատ ինքը շատ ուժեղ լավ մասնակից է ֆուտբոլի
Բայց միևնույն ժամանակ այդ հարցը միշտ ինձ հետաքրքրել է։ Այդ բոլոր մարզիչների հետ հավաքական իմաստով միանացնենք, որ աշխատել ես, որն է քեզ ավելի հոգեհարազատ եղել։ Մի փոքր ավելի կոշտ, ավելի ընկերական, պահանջկոտ։ Նայեք, ես Թե բոլորի մեջ այդ բոլոր բնավորություններն եղել է։ Ես այն ֆուտբոլիստն եմ եղել, որ հարմարվել եմ բոլոր մարզիչներին, կարողացել եմ հարմարվել բոլոր մարզիչներին, բայց իմ համար շատ կարևոր, ասենք, մի բան կար, որ հարգանքով, եթե մարզիչը քո հետ, ֆուտբոլիստի հետ հարգանքով է վարվում, ես, ասենք, խոսքի այդ մարզիչի համար պատեկ ծագեի, կանցնեի, ու հարկ ասու, այն մարզիչները, օրինակ Վարդան Մինասյանի հանդեպ ես ունեցել եմ շատ մեծ հարգանք, շատ մեծ։ Դրա համար Գյուրգո Դարյանցին շատ հարգում եմ որպես մարդ, որպես մարզիչ, որպես, ասենք, ֆուտբոլային մասնագետ, Արտուրին միանշանակ, Պետրոսյան, ունեցել եմ շատ մարզիչներ, որոնց հետ որ իմ համար շատ հեշտ է եղել, բայց այն մարզիչների հետ, որ ավելի հեշտ է աշխատանքը ստացվել, դե արդեն հարգանքը շատ մեծ է եղել իրար հանդեպ ու այդ ժամանակաշրջանում է, դե մեր համար, ֆուտբոլիստների համար, նամանավանդ Վարդան Մինասյանի ժամանակով, մեր համար մենք այն կոլեկտիվն ենք, այն լավ կոլեկտիվն ենք, թիմը, տղեկը, որ գիտենք, որ, ասենք, խոսքի Յուրան լավ չխաղա, Հենոն լավ խաղա, Հենոն լավ չխաղա, Արազացնեն մեկը, ինչ որ մեկը Կարլենը առաջ։ Այո, Կարլենը լավ խաղա, Եդիգարյանը, ասենք, խոսքի Գևը, էլ անունները բան չանեմ, սաղ, որ կա էլի փոխօգնության կան թիկունքից։ Հա, միշտ, եթե ես լավ չխաղացա, գիտեմ, որ մնացած 10 ֆուտբոլիստը հաստատ լավ կխաղան։ Ու եթե լավ չխաղային է, հաստատ, ասենք, խոսքի դաշտի մեջ քեզ կարտնացնեին, կասեին, ասենք, խոսքի խոսային, հա, դե Զարթնիլը արտնած ես ինչա կատարվում, դավայ, ոչինչ, այդ դուխն էլ մենք մեզի դաշտի մեջ շատ ենք դուխ տալի, մեկս մյուսից, շատ ենք տալի, որ սխալ է լինում, ասում ենք ոչինչ, դավայ, մյուսին շարունակի, ոչ թե ասենք խոսքի սխալ էին անում, ասենք թևերը ասած, այս ինչ արիր բան, չես համաձայն։ Այդ էլ կա, հա, ճիշտ է, որ այդ պահին նաև այդ ներքին աջակցությունն էլ է շատ կարևոր։ Դե դա կարևոր է։ Միմյանց, որ դու երկրպագունել որպես այդպեսին, եթե նայում է թեկուս ստադիոնից, թեկուս հեռուստատեսությամբ, որ հասկանում է, ասում է, լավ, ինչի եք իրար գոնե մումնաթով էս պահին իրար հետ աջակցություն արեք, ոչինչ կրկեք, բան արեք, մտկպեք։ Լիդեր, չէ, որպես մարդ, այսօր մեր հավաքականի հակառակը մի կոտրվեք էլի։ Այո, լիդեր լինելու, թիմի լիդեր լինելու ամենակարևոր մասը հատկանիշը այն է, որ դու կարողանաս քո թիմակցին դուխ տաս, կողքին լինես, ասենք, քո ընկերներին, մենք ընկերներ ենք, մեր թիմով բոլորն է իրար հետ, ասենք, խոսքի շատ լավ ընկերություն ենք անում, որովհետև մեկս մյուսից կողքին կայնած ենք, մեկս մյուսից դուխ ենք տալիս, մեկս մյուսից, ասենք, սխալ էր անում, ասում ենք, ոչինչ լավ, հիմա կստացվի, ինչ անենք, սխալվում է, չենք կենտրոնանում սխալների վրա, մենք ավելի շատ կենտրոնանում ենք լավ այն բոլորի, ասենք, տաղանդավոր այդ հատկանիշների կողմերի վրա, որ գիտենք, որ մենք սաղսի գիտենք, որ Գևը Ղազարյան, այնի կարող ասենք 5 խաղ իրար հետևից նույն օրը վազի, որ Գևը հոգնել չուներ։ Հեսա Մարկոսը հերվից կկա։ Հա, Մարկոսի ծախվոդը, ասենք, աստվածային ծախվոդ ուներ։ Արազինը նույնը, որ մեկի դեմ, Հենոն դել չասեմ Հենոն, ամեն ինչ էր անում։ Այո, որ դաշտում ամեն դիրք, Հենոյին մենք գիտենք ամենադժվար տեղը, կարային գնդակը կրագեինք վրեն, ու ինքը տեղից հաներ գնդակը։ Էդի ասենք խոսքը բարով ենք ասում, չէ, բայց ֆուտբոլի մեջ անհնարին յուրահատկություն է դա, որ գիտենք ամենադժվար տեղերի կարային
վրեկից գցելու համար տայն գենոին մի ձև հանում էր գնդակը դժվար, ասենք արանքների ճղում էր։ Ու նույնը մնացած Կարլենը, ասենք գիտենք որ Կարլենին հասավ, Կարլենը ձեռը դրեց մարդու ուսին, թևին։ Անենայինը ոսկորը հետը գջարտի չի անցնի։ Ու մեր պաշտպանները Մկոյանը, Արզումանյանը, սաղ Լյովիգը մեր Հայրապետյանը բոլորը ասենք այն կոլեկտիվներ այն յուրահատուկ աստղերն էին ամեն մեկի իր չափով որ շատ է որ ես գիտեի որ դեմը կանյաց ես գիտեի որ դեմը պրոստը հասցնեմ գոլի մոտ ես որ հիմա ասում եմ մարդիկ խնդում են ասում եմ ես ֆուտբոլիստ չեմ եղել ես գոլ խփող եմ եղել ես հարցակվող եմ եղել ես պետք է գնդակը մատուցել իմ գործն էր գոլ խփելու իմ գործն էր դեմը ասենք տերոր սարքելու էդերի խանգարելու ամենալավ հարցակողը շատ լավ խանգարող լինի որ պաշտպաններին ասենք 4 պաշտպանին զբաղված պայի այ հետ ես ստացվում էր Յոր բայց ինչ է բան արեց արի ոնց անկում գրանցեց այդ հավաքականի այդ վերելքի այդ անկումը Եվրո 2012-ի խմբային փուլը շատ վատ չգիտեմ այն Ինտուրալդե Գոսալես էր ինչեր են հատուկ մրցավարը որ Իռլանդիայի խաղը դուբլի Իռլանդիայի խաղը նայեք այդ վաղ շատ մենք շատ Կաղա տենց ինչ որ կոտրեց այդ որ մեծ նպատակով առաջ է գնում չէ մենք նայեք 12 թվականին մեր վերելքի ժամանակ մենք շատ երիտասարդ էինք այդ շատ երիտասարդ հավես թիմ էր շատ այդ բարձրությանը այդ բարձունքին չէ այդ մակարդակի դեռ շատ քչեն էին խաղացել մեզնից այդ մարզադաշտերում կամ ու արդեն ոչ թե գնացել ենք պրոսը խաղալու գնացել ենք մենք հաղթելու գնացել ենք արդեն երրորդ տեղ էինք Իռլանդիային հաղթենք մտնում ենք Իռլանդիայի հաղթան իմ պլեյոֆով ու Էստոնիան ընկավ Իռլանդիայի հետ ոնց որ չարաբաստիկ լեր հատուկ մեր համար որ էստոնացիներ էլ շանս չկար էլի որ չանցնեինք այ տենց վատ այդ ժամանակ շատ ավելի երիտասարդ ենք հետո դրանից հետո արդեն եղան շատ մեծ հաջողություններ հետո անհաջողություններ Եվ գուցե մի օր դրա մասին է խոսանք ես էդ էի ուզում հարցնել հավաքականի գրքերի գլուխը ո՞րն է լինելու վերջինը 5-րդը հա որ ամենա որ ասում եմ գլխավոր բանը ու տեստը թողել է ամենավերջում Արմանը գնա հավաքական տեսեք Արմանի ճակատագիրը ոսկե Արմանինը չեն կանչում հավաքական հնարավոր է Արմանի մոտ 10 թվին չեն զանգում կանչում Արմանի մոտ բայց ինքը ավելի հեշտ կարտացվող գիրքը զուտ ասենք խոսքի ոչ թե այս գիրքը իմ ավտոբիոգրաֆիան է չէ թեթևացրել ես թեթևացրել եմ ավելի հաճելի է կարդալը ավելի ինքը պատմությունները այն տեսեք նայեք գիրք գրելուց ինքը շատ հետաքրքիր process է գիրքը ինչքան հասկացա դու չես գրել Ես օգնել եմ Ռազմիկ Արաբյան ինձ շատ հարազատ մարդ իմ օֆիսում է եւ իրար հետ ենք գրել ես միտքերը պատմությունները ինքը շարադրել է շատ ճիշտ ասենք խոսքի ու շատ ուժեղ ինքը գործ է արել ճիշտ ասած որ իրար հետ նստել ենք մենք ժամերով պատմությունները պատմել ենք ծնողներիս հետ նստել մամայիս եղբայրներիս հետ նստել պատմությունները ասենք խոսքի պատմել ենք ինքը լսե շարադրել է ու աղջիկներս կինս իրանք աշխատել են գրքի վրա ստե հետաքրքիր է որովհետև աղջիկս էլ է ստե կրեդիտների մեջ contributing editor Այդամ Օվսիսյանը մեծս է մեծս է մեծ աղջիկ Եթե չեմ սխալվում փոքրը պետք է ստարի 14 տարեկան դա Չէ Այդանա դա 14-ը Այդ 14-ը շատ կա ախր քո հետ կապված հետաքրքիր թիվ է չէ Այդ պատահական չէ էլի որ դու ժամանակին Անրի ես սիրել 14-ը որ դաժվել է 14 գոլ խփեցիր հավաքականում 14 համարն է հա վոլեյբոլ է խաղում այդաս ահա խնդրեմ 14 համարն է չէ 14-ը լավ թիվ է շատ
ու ինքը հեսա Գիտեք, չէ՞ թվաբանության մեջ 14-ը մաթեմատիկոսները բնութագրում են որպես փոփոխությունների թիվ։ Ու երևի կարող է դիտել տենց շատ բնորոշ է քեզ էլի, որ այդ փոփոխություններով եկել բերելա, որտեվ շատ հարաբերական մանկությունը շատ հարաբերական է եղել, այդ ներգաղթելը Միացյալ Նահանգներ, Եվրոպայում խաղալը, Ռուսաստանում խաղալը, այդ շատ փոփոխությունների Ես արդյունք։ ընդհանրապես ասենք չեմ վախենում փոփոխություններից։ Այդ ջանիշը շատ լավն է։ Հա։ Ապա ինչ ես ուզում մեջբերես։ Մեջբերելը չեմ ընդհանրապես մեջբերելը կարտալուց պրոստը գիրքը իր նկարներով շատ նույնիսկ նկարազարդ գիրք։ Այո, ստե ունենք պատմություն, որ հեսա հասնեմ շատ հետաքրքիր է ու հայկական մեր հեսա ցույց տամ, որ ֆուտբոլ ենք խաղած է Գյումրիում մեր զինվորական բանկար, չաստկար Գյումրինը, ռուսականը թե հայկականը։ Հայկականը։ Ու զինվորների հետ ֆուտբոլ խաղալը։ Պատմություններից մեկը հեսա հասնեմ։ Հեսա։ Շատ սիրուն է։ Շատ հետաքրքիր է ինքը։ Հետաքրքիր ասած ցույց տան բանը, ընդհանուր պլանով հեռուստատողներին, այսինքն կամ մեր ալիքը հետևողներին։ Միջալոց նկարազարդ բավական հետաքրքիր գիրք է, կարծում եմ նաև ունենց հա գրած, որ ավելի թեթև է ընթերցվելու։ Իսկ գրքերը որտեղից են ձեռք բերում։ Գրքերը ձեռք են բերում։ Քանի տպաքանակ կա ռեժա։ Yuramofsisyan.com-ում, հենց իմ վեբսայթում։ www.yuramofsisyan.com Հազարավոր տպաքանակ կա։ Այո, շատ են տպաքանակ։ Արժեքն է բարձրաձայն է։ Արժեքն էլ կարծում ես պայդրությամբ մատչելի է, կարամ սենց ասեմ, Starbucks-ի բաժակից էժան է։ Լուրջ եմ ասում, Starbucks-ի բաժակը հենց այսօր առավոտը։ Նայում ենք Starbucks-ի բաժակ։ Նայում եմ 30 քանի դոլար Starbucks-ի բաժակը, այ մարդ ասում բաժակի գինն էս ինչ գին են դրել։ Ուրեմն 29.95։ Այո։ $29.95 ընդամենը Yuramofsisyan-ի առաջի գրքի համար, որը Արմանի մասին է, բայց մենք ասում գիտենք նաև թե ում մասին է եւ Արմանի Սարգիսի ու ինքը շատ հայկական գիրք է, ասեմ, պատմությունները կայքից կարող են պատվիրել, առաքում արդեն պոստային դինում է։ Կապ չունի աշխարհի որ հատվածում են գտնվում։ Ընտիր բոլոր որ բոլոր նրանք ովքեր որ սա դեռևս անգլերեն հրատարակչությունն է, բայց հայերենն է լինելու, ինչպես նշեց Yuramofsisyan-ը նաև ռուսերեն հրատարակչությունն է լինելու, եթե անգլերենի հետ կապված խնդիր չունեք լեզուն հասկանում, ես այսպես ասեմ, կարևոր չի խնդիր ունեք թե չէ, հայերենն էլ անգլերենն էլ ռուսերենն էլ հաշվի առնելով որ լեգենդի գիրքն է սա։ Լուրջ դու մեր համար լեգենդ ես, կապ չունի դու այս պայդրությամբ ինչ գործունեությամբ ես զբաղվում, դու դեռ շարունակում ես այդ լեգենդար ուղին։ Չճանաչել է իրոք հարգենք այն մարդկանց, ովքեր որ մեր հայազգի համար ինչ որ բան արել են։ Նախկինում հիմա կանեն, արեք սիրենք ու հարգենք իրաց։ Ես մենակ այդ կարամ ասեմ։ Ինձ մեկը հարց տվեց։ Ինչ որ դեպքում ես կհամարեմ այս գիրքը հաջողված։ Չէ՞։ Ու իմ պատասխանը զարմացրեց։ Այս գիրքը արդեն հաջողված է իմ համար, քանի որ ես գրել եմ արդեն։ Այդ ամենամեծ հաջողությունը իմ համար։ Քայլը արած է արդեն։ Քայլը արած է, քայլը, նայեք, այսօր մենք չունենք սպորտսմեն, չէ՞։ Կարող կներեք, եթե ունենք, բայց ես չգիտեի, որ գիրք կա գրել։ Չէ, այսօրվա ժամանակաշրջանը լրիվ փոխվել է արդեն, սա ասենք Instagram սա արդեն ավելի մոբիլ, ավելի էկրանի հետև է ամեն ինչը դարը, բայց ես ուզեցա զուտ որ ֆիզիկապես գիրք ձեռքդ առնել ու կարդալ ուրիշ զգացողություն, ուրիշ ֆիլինգ է։ Դրա համար չունենալով սպորտսմեն չունենալով իր գիրքը շատ օրինակ շատ ուրախացա, որ տեսնելով Հենոյի գիրքը։ Շուտով շնորհանդեսը կլինի Հայաստանում հայերեն լեզվով։ Այո, որը որ մենք ես ասենք անամբեր սպասում եմ, որ անգլերեն
տարբերակը լինի, որ Դե ես էլ իտալերենը չեմ կարող։ հա, շատ Հայերենին էլ չեմ սպասում, անկեղծ ասած, ինձ էլ էր հետաքրքրում անգլերեն։ անգլերենով ես ասենք խնդրեմ, հենո ջան, խնդրում եմ Թարգմանիր Արկման հայերեն։ անգլերեն, հա, Ես վստահ եմ, որ անգլերեն թարգմանության գիրքը ավելի մեծ հաջողություն է ունենալու, որովհետև հենոյի մասին աշխարհով գիտեն, այո։ այն որ Այ հենոյի մասին, շատերը հա, այ հենոյին չճանաչողը, ես կասեի ամոթս, գիտես չէ, այդ էլ է եղել անկեղծ։ ուրեմն Ու ամոթ ինձ պատասխանում ասում է դե ես ֆուտբոլ չեմ սիրում, Կապ ասում չունի։ խինքով ասում, խնդրում եմ, ասել ասում, ինքն խնդրում եմ, տվեն ասել։ խնդրում եմ։ Հա, չէ, այ ես կասեի նախ հենջան գիրքը Գիրքը Սուզեֆ անգլերենով։ անգլերենով, խնդրում եմ, բայց չէ, իրականում ասեն խոսքի շատ հետաքրքիր process էր ու ես համարում եմ այս գրքի հաջողությունը ստացված, հաջողված, որ արդեն գրել են, էդ էր, ու հույսով եմ մարդիկ, ովքեր որ կկարտան, պատմություններում իրենց կգտնեն, իրենց անցած ճանապարհները եւ կսպասեմ մարդկանց արձագանքին, կարծիքներին։ Իսկ կա կայքում արդյոք հնարավորություն արձագանքներ գրելու, որտեղից որ գիրքն են վերցնում, ունեք այդպիսի հատված առանձնացրած։ Կարծեմ պետք է լինի։ Հա։ Ես չեմ տեսել։ Եթե չլինի, անպայման կլինի ես։ Ավելացրեք, որովհետև հա, եթե կարծիքների եւ արձագանքների համար Արձագանքների համար սպասում եք։ բանում Instagram-ում բանում կա, բայց եկեք կայքնել ակտիվ պահենք։ անպայման։ Ես ընդհանրապես ֆիքսել եմ, սա որպես ամփոփիչ վերջաբան տանք, երկար խոսեցինք, թեպետ որ խոսենք ժամերով էլ կարելի է խոսել, շատ թեմա կա։ Ես ընդհանրապես ֆիքսել եմ, որ քո հետ կապված, եթե ինչ որ մի բան կա ու դա առաջինն է տեղի ունենում, դա հաջողված է լինում։ Եթե չեմ սխալվում, հավաքականում չունես խաղ, չունենք խաղ, որ գոլ ես խփել ու պարտվել է, չկա խաղ։ Երկու անգամ ոչ ոքի ունենք, մնացածը հաղթանակա, ճիշտ եմ հիշում։ Իմ խփած գոլերն են առաջիները։ Հա, առաջի պոկերը հավաքականում է, Ջիբլարթարին հետրիկ ափսոս հավաքականում չի։ Բայց դա էլ էր ֆանտաստիկ, դες դեբյուտի խաղն էր Սպարտակի, չէ՞։ Ու Սպարտակի պատմության մեջ էր նաև առաջինը, որ բանը, դա ու ընդհանրապես Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեջ, որ նորամուտի խաղում հետրիկի հեղինակը դառնում։ Բայց նաև գիտես ինչ բան եմ նկատել, օրինակ հավաքականում դու սիրում ես դժվար գոլեր խփել, սիրում ես սուրամկյուններից գոլեր, դա ավելի շատ հեղինակ ես։ Ու հավաքականում ավելի մի փոքր ներքևից խփած։ Մենակ Ջիբլարթարում է, որ մի փոքր բարձրանում է գնդակը։ Թե չէ, ու բոլորը ներքևից։ Բայց նեղ գնում է Ռուսաստանի առաջնությունը դիշ գոլեր էր խփում, եմ ասում են գյուրա ես գոլերը բանջի։ Չէ, Հայաստանում որ օտոմակուրա գնդակը ներքևից է մնում։ Դե Սպարտակում երկու հատ ֆենոմենալ հերվից գոլ ունես։ Մեկը արի փոխանցումից հետո թողնում է կրում գովքես հերվից, հենց է Սպարտակի դեբյուտի խաղն է, չէ՞ բայց միամիտ չի կարա լինի, որ տեսնում ես էլի, տեսնում ես կոնկրետ։ Մեկն էլ են որ Էմենիկեն տենց զարմացել էր այդ ինչ գոլ է իր արել էլի Էմանուել Էմենիկեի, այն որ աճ չեմ հիշում որ թիմի դեմ էր, այն որ աճ բանը վերևին Յակոբ գնդակը պատտանկով ուղարկեցի դա, հետո հարցազրույցի, հա ճիշտ է Կուբանի հետ է, հետո հարցազրույց էր գալիս, ոչ Էմենիկեն էլ եկի ասում թույն գոլ խփեցիր, ասես գնա YouTube-ում նայի։ Էմենիկեն շատ լավ է ով բատրայել։ Չէ, ճիշտ ասած ես վերջերս եմ իմացել, որ էլի բակա։ Էլս նայ, ես վերջերս չգիտեմ ինչ էինք անում, որ միշտ նայում էի 38 խաղ 14 գոլ, 38 խաղ 14 գոլ։ Ես վերջերս ինձ ասեցին ու հետաքրքրվա որ ես 14 գոլի հետ 12 հատ ասիստ ունեմ։ Հա։ Նորություններ իմ համար։ Դե մենակ 2012-ի բանի որակավորման փուլում դու 5 հատ ասիստ ուտեի։ Դու այդ ժամանակ ամենաարդյունավետ խաղացողն էիր որակավորման փուլում։ 4 գոլ 5 ասիստ, դի ֆանտաստիկ բան էր, ցուցանիշ էր։ Համարում եմ որ չէ, ստացվա։ Չէ, բայց բանը չէ, ասիստները սովորաբար չեն նշում, ասում տեսանելին գոլերն է, հիշվողը գոլերն է, համար գոլերն է։ բայց դե դա էլ է լավ ռեզուլտատ, հարցակվողը բացի ան որ խոսքի փայլուն որակ դեր ունի
գոլը խփելու, Հա։ նաև բանը լավ հոտառություն ունի, թե որտեղից կարելի է գոլը խփել, ու եթե իր մոտ այդ կարողա չստացվի, ինքը գտնում է այդ հոտառության, զգում է, որ գոլը այլ անկյունից է հնարավոր, ավելի հարմար դիրքում է խաղանքերը։ Ոնց որ ասում եմ, միասին խաղալով ավելի առաջ կգնանք։ Հաստատ։ Յորջան, շատ շնորհակալ եմ, որ եկար, չմերժեցիր։ Իմ համար մեծ պատիվ է քո հետ զրուցելը, կարևոր չի այս տաղավարում, Հայաստանում, թե աշխարհի որևէ կետում։ Քեզ մեծ հաջողություններ եմ աղթում քո ձեռնարկած գործում, քո առաջընթացի մեջ, քո երեխաներին, եւ հուսով եմ այն ինչ նպատակով որ դու այս գիրքը հրատարակում ես 5 մասից բաղկացած կհասնի, տեղ կհասնի։ Գիտեմ որ ավելի շատ ինչպես սկզբում նշեցիր, որ առաջինը քո երեխաների համար է սա։ Այո։ Եվ եթե դու դա որպես ծնող անում ես քո երեխաների համար, վստահաբար մյուս երեխաների համար առավել քան հետաքրքիր ու ուսուցողական կլինի։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ ձեզ էլ, որ մինչև վերջ հետևեցիք։ Այսօրվա համար այսքանը, տեսնենք հաջորդ կիրակի ում հետ կզրուցենք։